Պարոն Դանիելյան, ներողություն, ինչեւ ձեզ կպատասխանել այս ընթացքում ու գնացիք, ինչ պատասխանեցին ձեզ։ Ոստիկանություն են գնացել, ոստիկանությունում ասել են մեզ, որ քննչական բաժանմունքում ոստիկանությունը մարդ չկա։ Հիմա եկել ենք այստեղ, ոնց որ տղաներից մի քանիսին տեսանք այստեղ։ Ներս չեն թողնում։ Պետք է զեկուցեն եւ ըստ գործող կարգի գործողությունները շարունակեն էլ իրենց։ Տեսնենք, սպասում ենք, որ պետք է զեկուցեն, տեսնենք ինչ պատասխան կհասնի։ Ասեք ինչ մեղադրանք է նրանց առաջադրվել։ Սպասեք, ես փաստաբան գաղափար չունենք, հիմա կծանոթանանք մեղադրանքին, միայն գիտենք խոզարկություններ են եղել, խոզարկության որոշման մեջ մի անհետ պատմություն է նկարագրված, Ինչ պատմություն է։ որ իբր քարոզչություն են իրականացրել եւ քարոզչության միջոցով ազդել են ընտրողների կարծիքի վրա։ Հիմա ես չեմ պատկերացնում ուրիշ ինչ ձև պետք է իրականացվի նախընտրական քարոզչությունը եւ ես չեմ ուզում մի փոքր անպատասխանատունջենք, բոլոր դեպքերում այդ նպատակով են եկել բնակարաններում խոզարկության, որովհետեւ քարոզչության միջոցով ազդել են ընտրողների ազատ կամքի վրա, բայց թե ընտրությունը հենց ենթադրում է դա, որ քարոզչության միջոցով ազդես ընտրողի կամքի վրա։ Հիմա ստացվում է նախընտրական քարոզարշավ չպետք է մնա, մնացածը ծանոթանանք մեղադրանքին։ Անկեղծ շուրջ 10-ի մասին են խոսակցությունը, հիմա կփորձենք հասկանալ։ Չգիտենք, անկեղծ ես հիմա նոր եկել եմ ներկայանալ ստանձնելու համար։ Փոխացել որ ով է փոխացել։ Դժվար է նորմալ, բայց իսկ կծկտուր պատասխանը ո՞րն է։ Ասեք պատգամավորներն եկել ու ուզում են տեղեկություն ստանալ։ Չի կարելի, ես իրավունք չունեմ դες տղա։ Ինձ հա ունեմ։ Ես իրավունք ունեմ, այդ իմ գործն է։ Մերը պես դուս եղի։ Չէ, մերը պես Հայզի ասել են ներկայացնել, դեմը ինչ կապ ունի, ասել են դուրս է թողում։ Ով ասում։ Պետք ասող են ասեք, մարդը Մեղադրյանի հետ եկել է հարցաքննություն։ Հիմա եթե քննչականում մեզ չեն ընդունում, մենք ելն ենք գնանք մեր բներով, ասենք Red Marshall-ի security-ն ասելա գնացեք։ Եթե ես էլ ինչ փոխացել Եղբայր հիմա փոխանցողին ասա, Սամվել Դավթյանը իր փաստաբանի հետ մուտքի դիմացա։ Եթե մեզ չեն փնտրում, ելն ենք մեր գործերով։ Չէ, ես զանգեմ նորից զանգի։ ոնց Սամվել Դավթյան կները։ Հասկանում ներս մտա, ինչ է հասկանում։ Նորմալ է։